Կողմերը կրելու են հայ-ադրբեջանական նոր բախման ամբողջ պատասխանատվությունը։ Մի քանի օր առաջ Համբուրգում հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների արտգործնախարարները։ Նրանք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում ճկունություն ցուցաբերել եւ վերադառնալ բանակցությունների սեղան։ Երեկ Սերժ Սարգսյանը Ղարաբաղում մտավորականների հետ հանդիպմանն այդպես էլ չի անդրադարձել այս կոչին։ Բանակցային գործընթաց չկա։ Վերջին, չասեմ բանակցություններ, վերջին լուրջ խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10-ին։ Օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր, այստեղ նա Վլադիմիր Պուտինին երախտագիտություն էր հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում գործադրած ջանքերի համար։ И, конечно, здесь очень важно, чтобы выполнялись достигнутые договоренности. Мы готовы к этому. Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները։ Նրանք Երևանին եւ Բաքվին կոչ էին արել հարգել մայիսին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հունիսին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Վիեննայում Իլհամ Ալիևը հավաստել էր, որ պատերազմելու նպատակ չունի։ Դա լավ է, բայց քիչ հավատեններ շնչում։ Վիեննայում համանախագահները վստահեցրել էին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ Սանկտ Պետերբուրգից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց. Եթե որևէ մեկին թվում է, թե անիմաստ բանակցությունները կշարունակենք եւս 20 տարի, նա սխալվում է։ Ավելի ուշ հոկտեմբերին ռուս լրագրողին Ալիևն ասում է, որ ԵԱՀԿ համանախագահող երկրների նախագահները ոչ մեկ անգամ են ասել, որ ստատուս քվոն ընդունելի չէ, բայց դրանից գործը չի շահում։ Мы никогда не согласимся на предоставление Нагорному Карабаху независимости. И армянская сторона прекрасно об этом знает. Ադրբեջանի նախագահը վստահեցնում է, որ այսօր էլ Լեռնային Ղարաբաղն անվտանգ եւ ծաղկում տարածք չէ, Ղարաբաղն այլընտրանք չունի, պետք է նորմալացնի հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Նույն լրագրողին նոյեմբերին Սերժ Սարգսյանն ասում է. 2011-ին մենք մոտ էինք փաստաթղթի ստորագրմանը, որով Հայաստանը նահանջում էր բոլոր 7 շրջաններից։ Но, к сожалению, в Казани Азербайджан отказался от этого принципа. То есть вы встретились уже буквально, чтобы подписать? Да. Вот с учетом того, что президенты Соединенных Штатов, России и Франции были уверены, что мы подпишем. Մեկ ամիս առաջ Ղարաբաղի նախագահը ռուսական մեկ այլ լրատվամիջոցի վստահեցրեց, որ քանի դեռ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, որևէ արդյունքի հնարավոր չի հասնել, Ղարաբաղի անկախության ճանաչումը միայն ժամանակի հարց է։ И мы будем продолжать нашу работу, надеясь на то, что рано или поздно мировое сообщество примет такое решение и признаст независимость нашей республики. Համբուրգից հակամարտող կողմերից ոչ մեկը մեծ սպասելիքներ չուներ, համանախագահող երկրներից յուրաքանչյուրը պատրաստ է անձամբ իր մոտ կազմակերպել Իլհամ Ալիևի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Հայաստանը պատրաստ է նման հանդիպման, խոսքը Ադրբեջանինն է։